շնորհակալություն։ Պարոն Կարապետյան, ընտրությունների մոտենալուն զուգահեռ հասարակության մեջ քաղաքական դաշտում խոսույթը սրվում է եւ ստանում է բացասական երանգներ։ Մասնավորապես վարչապետը ձեր հասցեին հայտարարեց, իր խոսքերն եմ ցիտում, վախենամ դառնաս բոմժ։ Իսկ հետո ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց, թե բոմժ դառնալու գործընթացը անշրջելի է։ Ինչպես եք վերաբերում այս հնչած հայտարարությանը, ինչու է առհասարակ նման բառամթերք տիրում քաղաքական շրջանակում եւ հասարակության մեջ, հասարակական մթնոլորտում։ Շնորհակալություն։ Դե որտե վարչապետը արդեն 8 տարի է այդ կարգավիճակով ղեկավարում է Հայաստանը։ Ձեզ ուզում եմ գաղտնիք բացել, որ դուք շատ ուշադրություն չդարձնեք վարչապետի ասածներին։ Վարչապետը անցյալ տարի երբ գնացել էր Չինաստան, դուք գիտեք, այնտեղ կան ռեստորաններ, հատուկ սնկերի ռեստորաններ, որոնք մարդկանց մոտ գալյուցինացիա են առաջացնում։ Ինքը այնտեղ փորձել էր, դուրը եկել էր եւ իմ ինֆորմացիայով մոտարապես 1 տոննա հետը առել բերել է Հայաստան։ Դրա համար ինքը երբ բարձրանում է կառավարության ամբիոն, կառավարությունում լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ազգային ժողովում բարձրանում է ամբիոն, անպայման օգտագործում է այդ սնկերից։ Եվ իր կյանքի երազները, ինչ երազ տեսնում է, երազում է, ինքը կարող է ամբիոներից դուրս տալ։ Դա ընդհանուր այդ սնկերի հիվանդությունն է։ Այսինքն ոչ թե հիվանդություն է, շնորհքն է։ Դրա համար շատ լուրջ մի ընդունեք, ամեն ինչ գնում է իր հունով, ինքը արդեն ցեյտնոտի մեջ կանի հայտարարություններ, որը մեր ժողովուրդը հունիսի 7-ին կգնահատի։ Այսինքն դուք էլ լուրջ չեք ընդունում, արձագանքել չեք պատրաստվում այդ հայտարարությանը։ Դե ես ասեցի իր երազները, ես չեմ մեկնաբանելու, մարդը ինչ որ երազներ է տեսնում, հելնում հայտարարում է, դնեմ ամեն օր, հեսա 30 օր ինքը իր երազները կպատնի, ամեն օր դնեմ արձագանքեմ դրան։ Ինչքան շատ սուն կուլտա, այնքան շատ բան կանի, պատմի։ Պարոն Կարապետյան, ես ուզում եմ այս նախորդ հարցը մի քիչ շարունակել, այդուհանդերձ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանում Պուտինի հետ հանդիպումից հետո մոտարապես ժամանակահատված այդպես համընկավ, հայտարարեց, որ դուք շուտով ունեզրկվելու եք եւ այն, այսպես ասած, խոստումները, երաշխիքները, որոնք տվել եք, դրսում չեն կատարվելու, ակնհայտորեն նկատի ուներ Ռուսաստանը երևի։ Ես ուզում եմ մի քիչ բացել էլի այս հարցը, ինչ որ, չգիտեմ, խաղադրույքներ են կատարվել, կոպիտ ասած, ձեր հաղթելու հարցի շուրջ, ինչ է տեղի ունեցել, ինչու ինքը այդպես պնդում, որ դուք ընտրություններից հետո ունեզրկվելու եք պարտադիր, եւ մի փոքրիկ հարց էլ տամ, էլի, առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ասել էր, դուք այն ուժն եք, որի շուրջ հնարավոր է ընդդիմությունը կոնսոլիդացվի, հետո ասվեց, որ չնայած բանակցություններին չկարողացաք գալ ընդհանուր համաձայնության, ինչ տեղի ունեցավ եւ ի վերջո, չգիտեմ, դուք ինչպես եք ճիշտ համարում, լավ չէր լինի, որ ընդհանուր մեծ դաշինքով ինչ որ քննարկումներ կամ մասնակցության հարց դիտարկել, շնորհակալություն։ Ես շնորհակալություն եմ հայտնում Լևոն Տեր-Պետրոսյանին իր կարծիքի համար, բայց իրոք մենք բանակցություններ վարել ենք շատ ուժերի հետ, եւ դուք տեսնում եք շատ ուժերի հետ մենք համագործակցության պայմանագրեր ստորագրում ենք։ Ինչ վերաբերում է կոնկրետ ուժի մասին, իրենք առաջարկել են իրենց օրակարգը, մենք առաջարկել ենք մեր օրակարգը եւ տեսել ենք, որ դրանք մի քիչ չեն համապատասխանում։ Դրա համար մենք գնացինք մեր ճանապարհով, իրենք գնացին իրենց ճանապարհով։ Բայց դա չի նշանակում ընտրությանը բոլորը մասնակցում են, բայց վստահ եմ, ինչ որ պահի բոլորը ճիշտ կգնահատեն իրենց ուժերը, որովհետև
ընտրության սկզբից շատ ուժեր գերակնահատում են իրենց հնարավորությունները եւ հույսով եմ կանեն ճիշտ ընտրություն, կաջակցեն մեր դաշինքին։ Եվ առաջի հարցը, ինչու հենց Ռուսաստանում հանդիպումից հետո Նիկոլ Փաշինյանը նման հայտարարություններ արեց ձեր ունեցվածքի մասին։ Դե գիտեք ինչ, հիմա նորից անդրադառնամ դրան, դա այնքան անլուրջ բանի մասին ենք խոսում։ Նիկոլ Փաշինյանը ինչ-որ բան ասել։ Ով է, դա արդեն իր խմբակի մեջ լուրջ չեն ընդունում նրա ասածները, դուք ուզում եք ես նրա ասածները դնեմ մեկնաբանեմ։ Նիկոլ Փաշինյանը չի պատկերացնում այն ունեցվածքի մասին, որի մասին խոսում է ինքը։ Դրա համար չկա այդպիսի մարդ, այդպիսի ուժ, նույնիսկ որ կարող է ինձ ամբողջությամբ ունես ձեռքի ու սրանով ես ուզում եմ այդ թեմային էլ չանդրադառնամ։